Ծննդոց գլուխ 3 մենք տեսնում ենք, որ Աստված ստեղծեց Եվում։ Չէ, որ Եվա անվան նշանակությունը կյանք է։ Աստվածաշունչը ասում է, նա բոլոր ապրող մարդկանց մայրը։ Եկեք նայենք Աստծու ուսմունքին Ծննդոց գրքի 3 գլխի 14 համարում։ Տեր Աստված ասաց օձին. Ինչ է ներկայացնում օձը։ Սատանան, այսինքն Սատանան։ Սատանան է։ Քանի որ դու արեցիր այդ, անիծյալ լինես բոլոր անասունների դաշտային բոլոր կենդանիների մեջ։ Փորիդ վրա գնաս հող ուտես կյանքիդ բոլոր օրերին։ Ես, ինչ է անելու Աստված։ Թշնամություն եմ դնում քո կնոջ միջ, քո սերնդի նրա սերնդի միջ։ Նա քո գլուխը կջախջախի, իսկ դու կխայթես նրա գարշապարը։ Սա այն է, ինչ Աստված ասաց։ Աշխարհի ստեղծման ժամանակից Սատանան Եվան, ով կոչվում է բոլոր ապրող մարդկանց մայրը, թշնամանք են ունեցել միմյանց մեջ։ Չէ, որ ողջ աշխարհում կան շատ կրոնական մարդիկ, օրինակ աստվածաշնչյան գիտնականներ մասնագետներ, որոնց սովորում են Աստվածաշունչը։ Այնուամենայնիվ, Աստծու եկեղեցին միակ եկեղեցին է, որն ուսուցանում է ճշմարտությունը Աստված Մոր գոյության մասին։ Աստվածաշնչի միջոցով Աստված մեզ արթնացնում է այն փաստի վրա, որ ոչ միայն Աստված Հայրը կա, այլ նա Աստված Մայրը։ Սատանան երբեք չի ցանկանա, որ Աստված Մոր գոյությունը հայտնի լինի մարդկանց երկրի վրա։ Հաստատենք Մայր Աստվածո մասին հարցը Գաղատացիներին գլուխ 4-ում։ 4 գլխի 2-20 համարում ասվում է. Վերին Երուսաղեմը, իսկ ով է նա, որ բոլորիս մայրն է։ Վերին Երուսաղեմը նշանակում է նա դրախտում է։ Գրված է, իսկ վերին Երուսաղեմը, որ բոլորիս մայրն է, ազատ է։ Երբ Հիսուսը 2000 տարի առաջ սովորեցրեց տերունական աղոթքը, նա ասաց, որ մեր Հայրը երկնքում է։ Դրանով նա բացատրեց մեր հարաբերությունը Աստծու Հոր հետ։ Ոչ միայն Աստված Հայրը կա, այլ նա Աստված Մայրը։ Աստված մեզ սովորեցնում է այս փաստը բոլոր այն բաների սկզբունքների միջոցով, որոնք նա ստեղծել է։ Ինչպես ֆիզիկական մայրը ֆիզիկական կյանք է տալիս այս երկրի վրա, այնպես էլ մեր հոգոր կյանքը տրվում է մեր հոգոր մայր միջոցով։ Աստծու կամքն է, որ մենք պետք է հավատանք, որ Աստված Մայրը նույնպես գոյություն ունի։ Թող մենք հավատանք Աստված Հորը Աստված Մայրը, որպեսզի կարողանանք վերադառնալ մեր հավիտենական տունը երկնքի արքայությունում։ Շատ շնորհակալություն։